Նիկոլ Փաշինյանն ու իր հետ փոխկապակցված անձինք, այդ թվում Ստեփան Ասատրյանը, նախկին տերարամը իրականացրել են Հովանավանք վանական համալիրի բռնազավթում և պղծում, հայաքվեն է հայտարարում ու համապատասխան հաղորդում ներկայացնում գլխավոր դատախազություն։ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը փաստացի հանդիսանում է դժոխք կողմ, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնությամբ բռնազավթվել է, օգտագործվել է ոչ նպատակային, խաթարվել է հավատացյալների կրոնական զգացմունքները, նրանց կրոնական իրավունքները։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նավետիկ Չալաբյանի ձևակերպմամբ վերազանցել է իր լիազորություններն ու չարաշահել դրանք, կատարելով քրեական օրենսգրքի 2 հոդվածներով նկարագրված հանցավոր արարքներ, բռնություն է կիրառվել, հոգևորականներ են առևանգվել, սահմանափակվել է ոչ միայն նրանց ազատ տեղաշարժը, թվարկումը շարունակելի։ Երջանիկ պատահականությամբ ըստ իրենց ներկայացնելու տարբեր քաղաքապետեր էին հայտնվել, մի քանի 100 կիլոմետր թողել էին, եկել էին, իրանց հետ մարդիկ էին բերել բնականաբար, կան կադրեր, որ ավտոբուսներից են մարդիկ իջեցվում։ Մայր Աթոռը որպես տուժող կողմ արդեն իսկ դատապարտել է կատարվածը, մինչդեռ Փաշինյանը շարունակում է իր իսկ ձևակերպմամբ վեհարանը վեհից ազատելու մասին գրառումները։ Նիկոլ Փաշինյանը, եթե դժգոհ է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուց կամ նրա ղեկավարությունից, իրավունք ունի սեփական կրոնական կառույց ստեղծել, կազմակերպություն եւ այնտեղ աղոթել։ Ոչ մեկ իրան չի արգելում։ Հանցագործությունը նա, որ նա դա անելու փոխարեն բռնազավթում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող կառույցը, վանական համալիրը, որ իրավունքը նա չունի, իրականացնում է այնտեղ ծես, որ իրավունքը նա չունի, եւ դրանով վիրավորում է մեր հավատացյալների օրինական զգացմունքները եւ նաեւ խախտում է մեր օրինական շահերը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումներն իշխանությունն իրականացնում է համակարգական եւ համակարգված ձևով, ինչը հնարավոր է բերի քաոսի եւ քաղաքացիական բախումների։ Մենուա Սողոմոնյանը դիմում է իրավապահներին, ովքեր ի պաշտոն են պարտավոր պահպանել երկրի սահմանադրական կարգը։ Հորդորում ենք մեր գործընկերներին գտնել այդ հարցի լուծումը եւ կարողանալ ներքևից գեներացնել այդ պահանջը, որպեսզի դատախազությունը քննչական մարմինները համարժեք ձևով այս իրավիճակներին արձագանքեն։ Հայաքվեն հույս ունի, որ գոնե այս անգամ դատախազությունը շատ ավելի խելացի կգտնվի եւ ընթացք կտա իրենց հաղորդմանը։ Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործ հարուցել, մենք կդիմենք դատարան։ Եթե դատարանը հրաժարվի քրեական գործ հարուցել, կհասնենք մինչև սահմանադրական դատարան, ի վերջո մենք կհասնենք նրան, որ այս հանցագործությունները իրավական գնահատական ստանան եւ մեղավորները պատժվեն։ Լիլիթ Կասյան, Վարդան Գրիգորյան, Դարաբեր։